Սիրելի հյուրեր, սիրելի ընկերներ, պարոն Բալդերյանի գոչով։ Շնորհակալ եմ բոլորիդ, որ ընդունեցիք մեր հրավերը եւ այսօր մեզ հետ ներկա եք այս կարևոր իրադարձությանը։ Պետք է ասեմ, որ բարձր տեխնոլոգիական նախարարի պաշտոնում նշանակմանս առաջին իսկ օրվանից անընդհատ մեր գործընկերները ինձ հետ քննարկում էին Հայաստանում հայրենական արտադրության, պաշտպանական արդյունաբերության կամ ռազմաարդյունաբերության էքսպո ցուցահանդես կազմակերպելու հնարավորությունը։ Դեռ 2024 թվականի սկզբից իմ դիրքորոշումը շատ հստակ է եղել, որ մենք դեռևս անելիքներ ունենք եւ կբացվենք ու հանրությանը եւ միջազգային շուկաներին տեսանելի կդարձնենք մեր աշխատանքի արդյունքը միայն այն ժամանակ, երբ նախ կամփոփվեն առաջին եռամյա պայմանագրերի աշխատանքները, ինչպես նաեւ այդ պահի դրությամբ արդեն իսկ ռազմական արտադրանք արտահանած կլինենք։ Սիրելի հյուրեր, սիրելի ընկերներ, վստահ եմ, որ ձեզնից շատերը արդեն տեղյակ են, որ մայիսին մենք 3 ռազմաարդյունաբերական ընկերություններ 2 տարբեր ուղղություններով, 2 տարբեր մայրցամաքների ռազմական արտադրանք ենք վաճառել։ Այս մասին իսկապես ծափարելու առիթ է, որը առաջին նախապայմանն էր, որ մենք ցուցահանդես անցկացնենք եւ նաեւ տեղյակ եք, որ 23, 24, 25 թվականների այսպես կոչված եռամյա ծրագիրը կառավարության հետ համատեղ ամփոփվեց։ Այս երկու իրադարձությունը հիմք հանդիսացան, որ մենք կայացնենք որոշում ձեզ հետ կիսվելու, ինչպես նաեւ միջազգային հանրությանը ներկայացնելու Հայաստանում արդեն իսկ պաշտպանական արդյունաբերության ոլորտում առկա գրանցած հաջողությունները, ինչը հնարավորություն է տալու գտնելու նոր շուկաներ, նոր միջազգային գործընկերներ եւ նոր հարաբերություններ կառուցել ռազմաարդյունաբերական ընկերությունների համար։ Բայց ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այն, ինչ դուք տեսնելու եք այսօր եւ վաղը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, թե դրսի հատվածում եւ թե ներսում, ընդհանրապես հաշված տարիների պատմություն ունի։ Դրանում է իմ կարծիքով նախ եւ առաջ կայանում ամբողջ այս իրադարձության հմայքը։ Այն ամենը, ինչ մեզ հետ կատարվում է այսօր, հենց դրանով է նշանավորվում, որ մենք միայն վերջին մի քանի տարիների ընթացքում ենք կարողացել իրապես զարգացում գրանցել ռազմաարդյունաբերության ոլորտում։ Եվ սա կոնկրետ որոշման կամ որոշումների արդյունք է, սիրելի ընկերներ, եւ դրանցից առանցքայինը եւ կենսականը հենց եռամյա պայմանագրերի մշակույթներ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներդրեց, հասկանալով, որ իր համար ռազմավարական ուղղություն կարող է դառնալ ռազմաարդյունաբերության ոլորտը։ Ես 3 շերտ եմ առանձնացրել ձեզ ներկայացնելու պատճառը, հիմքը նման որոշում կայացնելու կառավարության կողմից։ 3 մոտիվացիա, 3 նպատակ։ Առաջինը եւ որ ամենակարևորն է, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշեց ունենալ հայրենական ռազմական արդյունաբերության համալիր ու զարգացած ոլորտ, որպեսզի այն սնուցի զինված ուժերին տեխնոլոգիական առաջընթաց, նորարարական առաջընթաց ապահովելու Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, Հայաստանի Հանրապետության բանակին։ Ինչու՞, որովհետև մենք տեսանք հնարավորություն տարիներ առաջ, որ հայաստանյան ինժեներական, գիտական կարողությունները, հմտությունները, գիտելիքները եւ փորձառությունը ունի ներուժ անընդհատ անդադար
նոր գիտելիք ստեղծելու այս ոլորտում, հետևապես ինովացիաներով և բարձր տեխնոլոգիական լուծումներով արտադրանքներ մատակարարելու մեր բանակին։ Սա կարևորագույն ռազմավարական շերտն է այս ողջ պատմության։ Մյուս երկու շերտերը ոչ պակաս կարևոր են։ Այս որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ըստ էության փաստացի մի նոր տնտեսության սեգմենտ ձևավորեց։ Ռազմական արդյունաբերությունը այսօր շուրջ 70 միլիարդի հասնող շրջանառություն է ձևավորել տնտեսության ներսում և ինչպես արդեն իսկ նշեցի, այն արդեն դուրս է գալիս Հայաստանի Հանրապետության սահմաններից։ Ռազմաարդյունաբերությունը կամ պաշտպանական արդյունաբերական պրոդուկտները մեր կարծիքով կարևորագույն արտահանելի ճյուղ են դառնալու մեր տնտեսության համար և արդեն դրանք դառնում են։ Այն գործարքները, որի մասին ես նշել եմ վերջին մեկ ամսվա ընթացքում, վարչապետը իր խոսքում տարբեր առիթներով հանդես է գալիս, դրանք արդեն իսկ կատարված գործարքներ են, որտեղ արդեն արտադրանքը Հայաստանից դուրս է եկել և հասել է պատվիրատուին, գործարքը փակվել է, վճարումները կատարվել են, բայց սրան զուգահեռ արդեն իսկ կնքվել և կնքվում են սրան զուգընթաց նոր գործարքներ, տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող նոր միջազգային գործընկերների, նոր երկրների հետ։ Դրանք հաջողությամբ այդ փուլը ավարտելուն պես մենք անընդհատ ձեզ հետ այդ լուրերով կկիսվենք, կկոմունիկացնենք։ Այս պահին այնինչ ունենք արդեն իսկ ձեզ հայտնել ենք, բայց սրան զուգահեռ գործընթացները շարունակվում են։ Այսինքն ռազմաարդյունաբերական ոլորտը իրապես օրեցօր կայանում և դառնում է տնտեսության կարևոր մի նոր ճյուղ։ Եվ վերջապես երրորդ շերտը։ Սա գիտությունն է, սիրելի ընկերներ, սիրելի հյուրեր։ Ռազմաարդյունաբերության ոլորտում ներդրումը կառավարության կողմից չեմ ասի անուղղակի, թույլ տվեք ասել, շատ ուղիղ ներդրում է ճարտարագիտության մեջ, ուղիղ ներդրում է գիտության մեջ, և որ շատ կարևոր է այն ինդուստրիալ պահանջարկ է ձևավորել գիտնականների համար, քիմիկոսների, ֆիզիկոսների համար, արդյունաբերական պահանջարկ, առաջին անգամ վերջապես պետությունը պետական պատվերի ձևաչափով ձևավորել է, ստեղծել է ինդուստրիալ պահանջարկ մեր գիտության համար։ Հետևաբար, սա թույլ տվեք ասել, որ գալիս է ամբողջացնելու շուկա կամ տնտեսություն և գիտություն փոխկապակցվածությունը։ Այսպես է աշխատելու իրականում գիտությունը նաև մեր երկրում, որովհետև սա այս պահին եղած թերևս ամենատեսանելի և շոշափելի ինդուստրիալ ուղղություններից մեկն է, որտեղ գիտությունը իր ամբողջ ներուժով անընդհատ, անդադար ներգրավում է շարունակաբար։ Հետևաբար ամբողջացնելով այս խոսքը, ես ուզում եմ ասել, որ կառավարությունը կայացրել է ժամանակին ռազմավարական և շրջադարձային որոշում։ Բայց սա, սիրելի ընկերներ, սիրելի հյուրեր, ընդամենը երկար ու մի գեղեցիկ ճանապարհի սկիզբն է, որովհետև մենք զարգանալու ավելի մեծ խնդիրներ ենք մեր առջև դրել, մեծ ամբիցիաներ ենք դրել, այդ պրոցեսի մեջ մենք ինդուստրիան, ոլորտը, ռազմաարդյունաբերությունը և պետությունը պիտի ավելի սովորի, կատարելագործի միջավայրը ավելի գրավիչ դարձնի ռազմաարդյունաբերության ոլորտում նոր ներդրումներ իրականացնող պոտենցիալ խաղացողների համար։ Պետական գերատեսչությունները պիտի հարմարվեն այս նոր հարաբերություններին, դառնան ավելի ճկուն, ավելի բաց նորարարությանը, նոր տեխնոլոգիական լուծումներին։ Պետական քաղաքականությունները պիտի ամեն օր բարելավեն, որովհետև դուք կտեսնեք շատ բան, բայց չեք տեսնի այն ամենի, ինչ դուք այսօր տեսնեք, դրա տակ չարչարանքը, տարիներ շարունակ դժվարությունները, որոնց հետ և կառավարությունը, և պետական գերատեսչությունները
եւ ռազմարտունաբերողները առերեսվեն։ Դրա համար է նաեւ կարեւոր այսօրվա այս իրադարձությունը, որ դուք նաեւ ոգեշնչեք, ոգեկոչեք մեր գիտնականներին, ինժեներներին, ռազմարտունաբերողներին, որովհետեւ իրանք ծպահս էլ բարդ ճանապարհ են անցնում մեզ հետ միասին։ Սա պետք է գիտակցել։ Եվ սրանով է պայմանավորված վերջին տարիների մեր ակտիվ բարեփոխումների աշխատանքը, բայց որը դեռևս բավարար չէ։ Առաջիկա 1 ժամ անց մենք կունենանք ֆորում, որի ընթացքում կարծում եմ պատեհ հարթակ կլինի ձեզ պատմելու այն բարեփոխումները, որ արել ենք, եւ այն մտքերը, գաղափարները, որոնք պիտի ել ավելի հեշտացնեն բոլոր ընթացակարգերը հենց ռազմարտունաբերական համալիրի համար։ Սիրելի հյուրեր, մենք ամփոփում ենք առաջին եռամյաների ծրագիրը 172 միլիարդ դրամ կառավարության կողմից ուղիղ ներդրմամբ պատվերների միջոցով։ Մենք այն համարում ենք հաջողված։ Կարծում եմ դուք դրանում այսօր եւ վաղը կհամոզվեք։ Եվ դա մեզ տալիս է պատճառ, առիթ շարունակելու այս հարաբերությունները, շարունակելու հույսեր կապելու մեր ներքին արտադրության, մեր հայրենական արտադրողների հետ։ Եվ սա էր պատճառը, որ մեկ այլ կարևոր ոչ պակաս շրջադարձային որոշում կայացվեց կառավարության կողմից, շարունակել երկարաժամկետ պայմանագրերի այս մշակույթը, որը արդեն իսկ կայացված որոշումներով ամրագրված է 190 միլիարդ դրամի շրջանակում, եւ ես կարծում եմ սա մեկ այլ առիթ է միմյանց ծափահարելու։ Այս 190 միլիարդ դրամը առաջիկա մի քանի տարիների ընթացքում կրկին ուղիղ ներդրում է լինելու տնտեսության մեջ եւ գիտության մեջ։ Այնպես որ շնորհակալ եմ բոլորիդ, եկեք այսօր շրջենք, տեսնենք վերջին տարիների մեր ռազմարտունաբերողների ձեռքբերումները, ոգևորենք նրանց դեպի նոր գաղափարներ, դեպի նոր ուղղություններ, ել ավելի կատարելագործվելու, զարգանալու, սովորելու, ավելի մեծ մտածելու, ավելի մեծ հրաշալու։ Շնորհավորում եմ բոլորի, շնորհակալ եմ։